Հիսուսի երկրային կյանքի վերջին և կարևորագույն շրջանը կոչվում է ավագ շաբաթ։ Քրիստոնյա եկեղեցիները Աստվածորդու վերջին տնօրենությունները հիշատակում են գեղեցիկ և հուզիչ տոնակատարություններով։ Հայ եկեղեցին նույնպես տոնախմբում է հատուկ ծիսական կարգադրություններով։ Ավագ շաբաթը մարդկային մտքով անըմբռնելի և անհասկանալի տիեզերական ընդգրկողականությամբ արտահայտված այն ողբերգությունն է, որ երբևէ մարդկությունը կարողացավ հղանալ։ Ավագ օրերի ընթացքում եկեղեցին հոգեպես ապրում և սգում է Հիսուսի մատնության, չարչարանքների, անարդար դատավարության, անարգանքների, խաչելության և թաղման հիշատակը։ Օ զարմանալի և անբացատրելի սև խորհուրդ, աշխարհ եկած Փրկիչը դատապարտվում է խաչելությամբ։ Մարդը հալածում է Աստծուն, Աստված անհուն սիրով ներում է մարդուն, մարդը գործում է չարությամբ, Աստված ներողամտությամբ։ Մարդկայինն ու աստվածայինը բախվում են իրար, Աստված իր բարությամբ և մարդու հանդեպ ունեցած իր լուսավոր սիրով սկիզբ է դնում մարդկային հոգու փրկությանը, իսկ մարդը իր ամբարտավան ընթացքով դեմ է դուրս գալիս այդ սիրուն, բայց և այնպես պարտվում նրա զորությամբ։ Ճաշակած կյանքի դառնությունն ու խաչելության այրոցները, մահվան խավարն ու դժոխքի ցավերը, Հիսուս իր լուսապայծառ հարությամբ ավերեց դժոխքը ու լուծեց մարդկային հոգու չար կապանքները, հարության լույսի տակ գծելով ճանապարհը կյանքի, սիրո և անմահության։ Ոտնլվայի կարգը հայ եկեղեցու ամենագեղեցիկ ու սրտառուչ ծիսական արարողություններից մեկն է։ Այն կատարվում է ավագ հինգշաբթի օրվա երեկոյան և հիշատակությունն է մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի մի կարևոր դրվագի։ Իր տնօրինական առաքելության ավարտին, վերջին ընթրիքից հետո Հիսուս ծունկի եկավ իր աշակերտների առջև ու ծառայաբար լվաց նրանց ոտքերը, հեզության ու խոնարհության անզուգական դաս տալով։ Որպես հիշատակ այդ իրադարձության, ավագ հինգշաբթի երեկոյան եկեղեցու ավագագույն անդամը խորհրդանշաբար վերակոչում է Տիրոջ խոնարհության սքանչելի անդրադարձը, ինքն էլ իր հերթին եկեղեցու բեմի վրա զանազան շնորհաբաշ հաղորդների ու հոգեզմայլ շարականների ուղեկցությամբ լվանալով և յուղով օծելով եկեղեցու 12 սպասավորների կամ 12 մանուկների ոտքերը։ Իսկ այժմ, սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, ձեզ ենք ներկայացնում հայ եկեղեցու ամենագեղեցիկ և սրտառուչ ծիսական արարողություններից մեկը՝ ոտնլվայի կարգը։ Չուրջ բազմած, մատուցեք դյարն, որդիկ աստծով մատուցեք դյարն զորդիս խոյոց։
ամենահաղ նշանավ խաչի կոզուր այս նշանավ սուրբ խաչիս Եսուս ավելարանաս և աբուրը շնորհիվ անմախոր և որդու և հոգույն սրմող աշկերիչ և հավիլյասավիդերից Օրնեսին և սրպեսին ջուրս և յուղս այս նշանավ սուրբ խաչիս Եսուս ավետարանաս և աբուրը շնորհիվ անմախոր և որդու և հոգույն սրբող աշկերիչ և հավիլյասավիդերից Խաչի վսակ չես ու կստեր, զիսովավ պրգեսցես մեզի մեղած, և կեցուս ծե շնորի որ մության յուրո, ամենակալ տեր աստված մեր կեցո և ողորմյամ։ Պահպանիչ և հույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր, պահյա, պահպանյա և փորձյա, ըստ հավատացյալ ժողովուրդս քո, որ առաջիկա, ընդովանյալ սուրբ և պատվական խաչի վտխով ի խաղաղության։ Հրգյա դեր երևելի և աներևույթ տշնամբույն, արժանավորյա գոհությամբ փառավոր լսկեզ ընթոր և ընթրուփող բույն, այժմ և միշտ գավիդյանս ավիտենից ամեն։ Ո
մեր կյանքի մեջ բացառիկ նշանակություն ունեցող մի պահ է այս պահը, որովհետև առաջին անգամ լինելով ես այս խորանի վրա ձնրաթվում եմ աշակերտների ոտքերի առաջ և մեր Տիրոջ Հիսուսի Քրիստոսի օրինակին հետևելով տվացի այժմ նրանց ոտքեր։ Արարողությունը, որ կատարվեց այսօր այս մայր տաճարում և այս արարողությունը, որ կատարվում է մեր Հայաստանյաց եկեղեցու բոլոր ծուխերի մեջ աշխարհով մեկ, ինքնին արարողությունը այնքան խորհրդանշական է, խորհրդալից է և թելադրող է, որ կարիք չունե մեկնաբանության։ Բայց այսօր ես ուզում եմ ձեր բոլորի առաջ բացել այն ճշմարտությունը, որ մեր Տերը երկնից երկիր գալով ինքը բացեց մեր բոլորի կյանքի առաջ։ Այդ ճշմարտությունը խոնարհության ճշմարտությունն է։ Աստված ինք արարիչը երկնի և երկրի, ստեղծիչը դիեզերքի, տվիչը կյանքի, անպավելին երկնի և երկրի, խոնարհեցավ, խանձարի մեջ փաթաթվեց մանուկի նման և ծառայի երբարանք ստացավ, ղենչագը իր մեջքին գավեց և խոնարհվեց իր առաքյալների ոտքերի առաջ։ Աստված ինքն էր, որ այս արարքն էր անում։ Ինչու համար։ Եվ ասեց, որպես ես ձեզ արարի, դարձիք դուք ևս միմյանց զոդս տվան։ Ոտք լվալը ծառայի հատուկ գործ էր Եբրայեցի ժողովրդի կյանքի ավանդության մեջ։ Տան ծառաները տան Տիրոջ ոտքերն էին լվանում։ Այս էր գարկը աշխարհի այդ օրերին։ Բայց Քրիստոս շրջեց ամբողջ իմաստը ծառայության, մեծության և խոնարհության։ Մի օր եկեղեցու ամենամեծ սուրբերից նկատված արևմտյան աշխարհի թերևս ամենամեծ սուրբը նկատված Սուրբ Օգոստինոսին հարց տվեցին, որն է քրիստոնեական առաջին առաքինությունը։ Նա ասեց խոնարհություն։ Հարց տվեցին, որն է երկրորդ առաքինությունը։ Նա ասեց խոնարհություն։ Երրորդ անգամ հարց տվեցին, որն է երրորդ առաքինությունը։ Նա ասեց խոնարհություն։ Խոնարհության մեջն է ճշմարտվում, իրականություն է դառնում սեր։ Երբ կսիրես, կծառայես։ Երբ չես սիրել, չես կարող ծառայել։ Խոնարհության գաղափարը մեր ժողովրդի որոշ մասի մեջ սխալ է հասկացվել։ Խոնարհությունը խեղճության, տկարության հետ են առնչում կամ նույնացնում։ Նա որ խոնարհվի, կգործեն դգար, խեղճ մարդ է։ Բոլոր մեծ մարդկանց կյանքերը եթե կարդաք, մեծակույն մարդիկը եղել են խոնարհակույն, համեստակույն մարդիկ։ Եվ հետևաբար քրիստոնեության մեջ ամենամեծ ուժը Աստծու նմանելու ուժն է մարդկանց։
եւ Աստծուն ոչ ոք կարող է նմանել, եթե լինի անպարտական։ Հենց մեր Սուրբ Գրքի առաջին իսկ գլուխից մենք իմանում ենք, որ մարդը Աստծուց հեռացավ, երբ ինք իրեն Աստված կարծեց, երբ ինք իրեն Աստված նկատեց, ամենակերպ նկատեց։ Նա, որ գիտե խոնարհվել, նա կարող է բարձրանալ եւ ծառայել։ Խոնարհվել ծառայելու համար, ծառայելուց հետո ծառայության մեջ են մեծանալ, գոհանալ եւ Աստծուն առջեւ հանդարտ խոճով նայել եւ ասել. «Ծառայ անպիտանք եմ, զորինչ բարտներ առնել առակ»։ Մի արավիչ դիեզերքի հաճվեց մարդկանց ձեռքով, փոքրացավ, մեծացավ եւ իր խաչը եղավ մեզ ապավեն։ Այս ավակ շաբթվան ընթացքում, այսօր վաղ թաղման գարքի ընթացքում, շաբաթօր ջրակալույցի պատարակով, իսկ զատկին հարության տոնով, եկեք բոլորս գերբարանափոխվենք, հոգեփոխվենք, պայծառագերբվենք, ճշմարիտ քրիստոնյա դառնանք, ճշմարիտ հայ դառնանք, առաքինության հետևից վազենք, որպեսզի կարողանանք մեր կյանքն անել Աստծուն հաջող եւ ասկին բարերար մի կյանք, բացն Աստծուն հարացն եւ բացն ասկիս շինության եւ բացն եկեղեցուց պայծառության, հավիտյանս, հավիտենից։ Խնդրեցուք հավատով միաբանության պիտի առնես, զիզողորմությանը շնորհս յուրահասեի վերամեջ, Տերն ամենակալ Գեցուս եւ որ մեսի։ Now der մեր Հիսուս Քրիստոս ամեն, այդ մեր, որ Տերնինս ես, Սուրբ Երիցի անունքով, եկեղեցի արայությունքով, երիցին կամքով, որպես Տերնինս կերետրի, ըսած մեր հարվածով, դուր մեզ այսօր, և լոտանած, և մի տարիքս մեզ իպորցություն, այլվերած մեզ չարեն, Զորություն և աղթագյանս ամեն, Օրհնյակ եղերուկ իշնորած սուրբ հոգվույն, երթայք ի խաղաղություն և դեր Հիսուս եղիցի ընծեզ ընդ ամենեսյանըտ ամեն։